Բարի լույս սիրելիներ, այսօր մեր Սուրբ եկեղեցին տոնում է Ղուկիանոս քահանայի և Պողոս Արաքյալի բոլոր աշակերտների հիշատակությունը։ Ղուկիանոս քահանան նահատակվել է 312 թվականին չարչարվելով և գլխատվելով։ Նա իր ծնողների մահից հետո իր ամբողջ ունեցվածքը բաժանում է աղքատներին և իրեն նվիրում Սուրբ գրքի ուսումնասիրությանը և Քրիստոսի ավետարանը քարոզելու։ Երկար չարչարանից հետո, երբ որ տեսնում է նա դրդվել է իր հավատքի մեջ, կայսրը հրամայում է նրան գլխատել։ Նա է, որ կազմակերպել է 70-ից թարգմանությունը, խմբագրությունը, թարգմանությունը, նա է, որ ամբողջ Աստվածաշունչ այսօրվա տեսքով պատրաստված փոխանցել է մեզ։ Իսկ Պողոս Արաքյալ աշակերտները եղել են նրա ամենամտերիմ օգնականներն ու քարոզիչները, ովքեր յուրաքանչյուր ամեն մեկի իր կյանքով, իր կենցաղով ոչ միայն վկայել, այլև նահատակության պսակ ընդունելով իրենց հավատարմություն են պահել Հիսուս Քրիստոսին։ Այսօրվա ընթերցումը, որ ձեզ համար պիտի ընթերցեմ, Պողոս Արաքյալի Կորինթացին գրված երկրորդ նամակից է, որտեղ Պողոս Արաքյալը մեզ ցույց է տալիս, թե մենք ինչպես պետք է անենք, որ մեր կյանքը, խոսքը, կենցաղը համապատասխանի Քրիստոսի ավետարանին։ Ընթերցումը նամակի երկրորդ գլխից է։ Արդ գոհություն Աստծուն, որ մասնակից է դարձնում մեզ Հիսուս Քրիստոսի հաղթական երթին եւ մեր միջոցով իր գիտության բույրն է տարածում ամենուրեք։ Փրկության ճանապարհին գտնողների մեջ ապրենք, թե կորստի ճանապարհին գտնողների մեջ մեր կյանքը Քրիստոսի ձեռքով Աստծուն ընծայված անուշահոտ խնկի նման տարածում է իր բույրը։ Կորստի ճանապարհին գտնողների համար մահաբույր եւ մահաբեր է թվում մեր կյանքը, բայց փրկության ճանապարհին գտնողների համար կյանքի բուրմունք է, որ տանում է դեպի կյանք։ Սակայն ով կարող է ապրել այնպիսի մի կյանք, անշուշտ ոչ նրանք, ովքեր վաճառքի են հանում Աստծո խոսքը, այլ մենք, որ անկեղծորեն ենք խոսում Աստծո առաջ, որպես Քրիստոսին միացած Աստծո պատգամավորներ։ Տեսանք, սիրելիներ, Պողոս Արաքյալը ցույց է տալիս, որ մենք մասնակից ենք Քրիստոսի հաղթական երթին։ Նրանք, ովքեր Աստծո խոսքը պահում են, եթե շատերի համար մենք մահաբեր ու մահ տարածող թույն ենք, բայց Քրիստոսի համար մենք հաղթանակը ապահովող այն զինվորներն ենք, ովքեր իրենց կենցաղով, գործով, խոսքով ապահովում են այդ հաղթանակը։ Միայն Քրիստոսի անունը վերցնել ու հավատալ, որ նա քրիստոնյա է, որոշակի գործողություններ կատարել, բավական չէ այդ հաղթական երթի մասնակիցնելու համար։ Հաղթական երթի մասնակցելու համար քրիստոնյան նախ պետք է քաջություն, համարձակություն ունենա նեղություններ ու դժվարություններ կրելու, համարձակություն ունենա չվախենալու մահից, նեղություններից, որովհետև միայն այդ ձևով ես, որ դու նույնանում ես Քրիստոսի հետ, Քրիստոս քեզ հետ եւ դու դառնում ես Քրիստոսինը, Քրիստոսն էլ քոնը։ Անշուշտ ոչ նրանք, ովքեր վաճառք են անում Աստծո խոսքը, այլ մենք, որ անկեղծորեն ենք այդ ամենը անում։ Այսօր շատ մարդիկ կան, որ Աստծո խոսքը վաճառք են անում կամ Աստծո խոսքը օգտագործում են իրենց շահույթը ապահովելու համար, բայց նրանք, ովքեր անկեղծորեն հավատում են, ինչպես որ Ղուկիանոս քահանան եւ մյուս առաքյալներն ու աշակերտները, Ղուկիանոսի համար ասում են, որ նա հավատում էր Սուրբ գրքի ճշմարիտ եւ պատմական լինելուն եւ Սուրբ գիրքը այդպես է մեկնաբանում ու բացատրում է, որովհետեւ այս գրքի մեջ է մեր կյանքի ճանապարհն ու փրկությունը։ Այս գրքով է, որ մենք կարողանում ենք անկեղծորեն հաղորդակից լինել Քրիստոսի համար։ Մենք անուշահոտ խունկի պես ենք մարդկանց համար։ Մեր կյանքը այնպեսին պիտի լինի, որ մարդիկ մեզ նայելուց, մեզ տեսնեն, մեր գործերը, մեր կյանքը զննելուց, տեսնեն, որ այստեղ խունկի պես անուշահոտություն կա, որպեսզի տեսնեն, որ այս մարդիկ իրականում հավատում են Քրիստոսին եւ Քրիստոս իրականում բնակվում այդ մարդկանց մեջ։ Եթե ոչ, այս տաճարը, որ կոչված է Քրիստոսի բնակության վայրը լինելու, տաճարի փոխարեն կվերածի մահվան, մեհյանի, իսկ մեհյանից չի կարող խունկի անուշահոտություն գալ, այլ գարշահոտություն, որ լեցուն է մեղքերով, չարությամբ, ատելությամբ, դաժանությամբ եւ այս ամենը վերջապես բերում է մարդու հավիտենական կորստի։